Անտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը սկսենք ընդհանրական գնահատական տալուց երկրում կատարվողին, այնուհետև դետալային կանդրադառնանք։ Ինչ տպավորություն ունեք այն ձերբակալությունները վերջին օրերին, որոնց մենք ականատես ենք լինում, դրանք օրինականության հաստատման տրամաբանության մեջ են, թե քաղաքական բռնաճնշումների ու հետապնդումների հետ գործ ունենք, որովհետև երկու կարծիք կա, իշխանությունները պնդում են, որ երկրում օրինականություն է հաստատվում, իսկ ընդդիմությունը այս ամենը համարում է քաղաքական բռնաճնշում եւ հետապնդում։ Երևի երկուսն էլ յուրով սանան ճիշտ են, բայց կարծում եմ մի քիչ ավելի շատ այդ ձերբակալությունները, այս թատերական ներկայացումները ավելի շատ միտված են մեր ուշադրությունը ինչ որ կարևոր ուրիշ բանից շեղելու համար։ Դա մանիպուլյացիայի ձևերից մեկն է, ուշադրության շեղումը, կարծում եմ թե այդպես է, Աստված որ ես սխալված լինեմ եւ ձեր ասած այդ երկու կողմերից մեկը ճշմարիտ գտնված լինի։ Ինչից պետք է փորձեն, ինչ ենթադրություններ կարող եք անել, ինչից պետք է փորձեն մեզ շեղել։ Տեսեք, մեր կողքն ամեն ինչ եռում է, Ադրբեջանը զինվում է, մենք մի անգամ այդպես սայթակել ենք մի 15 տարի առաջ, 20 տարի առաջ, երբ որ Ադրբեջանը դարձյալ զինվում էր եւ աշխարհի բոլոր երկրների կողմից էր զինվում, հատկապես Ռուսաստանի կողմից, նաեւ Իսրայելի, նաեւ ԱՄՆ-ի, որքանով որ կարելի էր ԱՄՆ-ին թույլատրել էր իր էմբարգոն հաղթահարելը, եւ մենք մեզ հանգստացնում ենք, թե դա ոչինչ, Իրանի դեմ է արվում, Ադրբեջանն Իրանի դեմ է զինվում, բայց մենք տեսանք զենքը մեր գլխին օգտագործվեց։ Երևի թե հիմա էլ ինչ որ այդպիսի մի բան կա, տենդագին զինվում է Ադրբեջանը։ Այստեղ այլ կարծիք էլ է հնչում, ասում են զինվում է Ռուսաստանի եւ Իրանի դեմ, ոչ այնքան Հայաստանի։ Ադրբեջանը մեծ հաշվով ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, որ ինքնուրույնաբար կարողանա զինվել Իրանի կամ մանավանդ Ռուսաստանի դեմ, բայց մյուս կողմից էլ ինքը իր համար մեծ քաշ է ապահովել, եւ եթե հիմա արևմտյան բարեհաճություն ունենա, այո կարող է Իրանի եւ Ռուսաստանի դեմ զինվել, բայց ինքներս մեզ չխաբենք, մեր շապիկը մեր մարմնին պետք է որ ավելի մոտ լինի եւ մենք հասկանանք, որ բացառված չէ եւ շատ ավելի հավանական է, որ հենց մեր դեմ է զինվում Ադրբեջանը եւ այս մանկական խաղերը, չգիտեմ, օգոստոսի քանիս գնալ ստորագրել, բան անել, դե Թրամփը մինչեւ երբ է նախագահ լինելու։ Դրանից հետո Միացյալ Նահանգները ինչ վիճակում է լինելու։ Գուցե Թրամփը դրեց շատ վատ մի հատ նախադեպ դրեց, որ այդպես բան նկատված չէր երբևէ ամերիկյան քաղաքականության մեջ, իր նախորդին հայհոյել։ Նույնիսկ ասել դա իմ պատերազմը չէ, իսկ Ուկրաինան հենց Ամերիկայի թևով էր գնացել ազգային ազատագրական այդ պատերազմին, պատրաստվել դիմակայել Ռուսաստանին։ Հանկարծ ասաց իմը չէ, բա որ հանկարծ հաջորդն եկավ ասաց իմը չէ, այդ օգոստոսի չգիտեմ քանիսի լավ տղաների Ալբանիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ստորագրած պայմանագիրը, համաձայնագիրը կամ հռչակագիրը, այո։ Այնպես որ ռուսները մի հատ ասացված կունեն, վստահիր, բայց փորձիր։ Այնպես ստուգիր նորից։ Մենք այո վերստուգելու խնդիր ունենք։ Ամեն պահ զգոն լինելու խնդիր ունենք։ Հիմնականում ներքաղաքական հարցեր էի պատրաստել, հիմա մի փոքր շեղվում ենք, բայց ամեն դեպքում ուզում եմ, որ անդրադառնանք այդ թեմային։ Հիմա Ադրբեջանը զինվում է մեծ տեմպերով, ինչ է փորձելու ստանալ Հայաստանից։ Եթե լսենք մեր ներքաղաքական վերլուծությունները, կան ծայրահեղ գնահատականներ, ընդդեմ ամբողջ Հայաստանը վերցնելը, ոմանք ասում են Սյունիքը վերցնելը։ Հիմա դուք ինչ եք պատկերացնում, եթե նա այդ ծավալով զինվում է, գերնպատակը ո՞րն է։ Գերնպատակը աշխարհին ճանաչել տալը իր կարգավիճակը, որ ըստ իրեն ինքն ապահովել է արդեն Արցախյան իր տարած հաղթանակով, հիմա կարգավիճակ է ուզում, ասում եք Կովկասին նայողը ես եմ, ընդունեք, որ այստեղ, այս փոքրիկ 3 հանրապետությունների մեջ ես գլխավորն եմ, իմ միջոցով պետք է խոսեք մյուսների հետ։ Ընդ որում Հայաստանի պարագայում դա արդեն իսկ իրեն հաջողվել է, Ադրբեջանին չեմ կարծում, թե լուրջ տարածքներ են պետք Հայաստանից,
որտեղ տարածքի խնդիր չունի Ադրբեջանը, հսկայածավալ երկիր է իր բնակչության հետ համեմատած։ Ադրբեջանը խնդիր ունի իրոք կարգավիճակի, իսկ կարգավիճակ ձեռք են բերում ճանապարհները վերահսկելու միջոցով։ Իսկ ճանապարհները պարտադիր չէ, որ միջպետական ճանապարհներ վերահսկեն կամ այդպես անցուղիներ Թրամփի, չգիտեմ, ճանապարհ ունենալ կամ Թրամփի ուղի ունենալ։ Այ ջերմուկում կարևորագույն բարձունքները տիրապետելով, Գորիսկապան այդ շորնուխի ճանապարհը վերահսկելով, նույնիսկ 20 տարի առաջ էլ տան, եթե Արցախ, Սյունիք, Վայոց ձոր գնացել եք, տեսած կլինեք, որ շատ բարձր էսպես պատեր շարված Նախիջևանի կողմից պաշտպանություն ունենալու համար, այսինքն մեր բոլոր ճանապարհներն են հիմա հարցականի տակ եւ հարվածի տակ եւ թիրախավորված, դա ապահովում է կարգավիճակ։ Մենք կարող ենք այդպիսի ճանապարհներ ունենալ, չէ՞ որ աշխարհի բոլոր պատերազմները եւ պատմական եւ նույնիսկ նախապատմական ժամանակներում եղել են ճանապարհների համար։ Հիմա մենք ճանապարհ չունենք։ Մենք պիտի հիշենք ոչ միայն մեր Արցախյան առաջին պատերազմը, երբ 4 կողմից փակված էր, փոքրիկ խողովակ էր մնացել Իրանի ճոճվող կամուրջը, որ մի կերպ կառուցվեց շատ արագ, ինչպես ժամանակին կառուցել էր Ալեքսանդր Թամանյանն ապահովելու համար առաջին հանրապետության վարիշների փախուստը դեպի Իրան, դրանով էինք մենք կարողանում շնչել, եւ երկրորդ ամեն վարքյան ծորակը փակվող վրացական ուղիներ, որտեղ գազի պայթեցումներ էին լինում, գնացքների ճանապարհներն էին փակվում, չմոռանանք, որ մենք կտրոնով էինք հացը ստանում, ինչի համար մենք հպարտ ենք, որովհետեւ եթե մեր այդ զողողությունը չլիներ, առաջին հաղթանակը մենք չենք տանի, երկնքից հենց այնպես մանանայի պես չի ընկնում հաղթանակը։ Հիշենք նաև մեր վերջին պատերազմը 44 օրյա։ Մենք չկարողացանք որոշակի բաներ ստանալ հենց Վրաստանի ճանապարհը փակ լինելու պատճառով։ Իսկ ով ասաց, որ վաղը նույնպես Ադրբեջանը չի ճնշի ելնելով իր այդ կարգավիճակից եւ Վրաստանը ստիպված չի լինի փակել ճանապարհը, մեր ճանապարհը, այսինքն մենք ամեն կողմից կընկնենք թակարդի մեջ։ 21-րդ դարում մենք պիտի եւ ցամաքային ճանապարհների մասին մտածենք եւ նաեւ վիրտուալ ճանապարհների մասին ցավոք սրտի մենակ ճճում ենք, գոռում ենք, մի պահ հիշում եք, ասում էին թվային Հայաստան, Արքասո հնարավոր էր եղել վարչապետին համոզել, որ դա կարևոր բան է, բայց հետո մարեց, ինչպես որ շատ բաներ ասացին, կրակեցին օդ ու անցավ։ Դրա համար էլ կասկածում եմ, որ հիմա այս թատրոնն էլ երևի թե ուշադրություն շեղելու համար է, ուղղակի ինչ-որ բանով զբաղեցնելու համար։ Հիմա թատրոնին անդրադառնալով պարոն Հայրապետյան, թատրոնը կազմակերպել է իշխանությունը, եթե այո, ապա անդիմությունը ինչ կարգավիճակով է մասնակցում դրան, այսինքն կամովի թե ակամայի տեր ունենում թատրոնը, համատեղ են թատրոն իրականացնում, եթե թատրոն է, ապա ձայնագրությունների հետ կապված ինչ կարող եք ասել, ամեն դեպքում մենք ունենք եւ հոգեվորականների մասնակցությամբ ձայնագրություն եւ ունենք Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ ձայնագրություն, որոնք կարծես թե փաստեր են։ Ճիշտ ասած կվախենամ ձեր հարցի վերջնամասին ստույգ բան ասել, որովհետև հիմա թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս այնպիսի կեղծիքներ անել, իսկ այդպիսի կեղծիքներ մենք տեսել ենք եւ ներկա իշխանություններից եւ առավելևս նախորդ իշխանություններից, այսինքն կարող են դրանք սարքովի բաներ լինել, իսկ ավետարանում ասված է կեղծ վկայություն մի տուր։ Հիմա կեղծ համոզմունք հայտնել ես չէի ուզենա երբեք։ Իսկ որ դրանք նույն բանն են մեծ հաշվով մեր այսօրվա իշխանությունը եւ մեր այսօրվա անդիմությունը, այսինքն երեկվա իշխանությունը, մեկ բանով գոնե 100%-ով նույնն են, Մոսկովյան նույն կենտրոնից ղեկավարվելու հանգամանքով։ Բնականաբար յուրաքանչյուրն իր դերն է տանում եւ իր պարգևահաբը ստանում կրկեսի շնիկների նման։ Այլ ընտրանք ունեն, չունեն։ Նրան ասում է ճաշիր, նրան ասում է հակադարձիր։ Այո, հակադարձիր։ Վաղ ընտրություններ կլինեն, հա, եւ մենք կունենանք Մոսկվան դա է անելու։ Հիմա եթե թույլ տվես Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո էլի որոշակի ձայներով մեծ մասամբ ձայներ ունենալով միազնյա տնօրինել, վաղը դա թույլ չի տալու։ Դարձնելու է մի տեսակ, գիտեք ինչպեսին, ոնց որ Երևանի քաղաքապետը,
որ դոգի մի ձենով դարձավ, ինքը դոգի մեկ ձայնի քաղաքապետն է այսօրվա մեր քաղաքապետը, վաղն էլ Նիկոլ Փաշինյանը անպայման այդպիսի մի խայտից կախված է լինելու, որ ցանկացած պահի կարողանան քաշել վերև եւ կարթը մնա կոկորտը, հա։ Այսինքն խորհրդարանում էլի ռուսամետ ուժեր են լինելու։ Այո, բոլորը եւ նաեւ արևմտամետ խաղացող, այսօր դաշտում նայում են ինչ որ բաներ իմացող մարդկանց, ճանաչող մարդկանց համար ծիծաղել է ամբողջ այդ արևմտյան, որ խաղում են արևմտյան թեև բան։ Չգիտեմ, այս մասին արժե հիմա այսքան շուտ ասել կամ չասել։ Գիտեք, կգա ժամանակ ռուսական այդ հատուկ ծառայությունները կգան, մեդալները կտան, կասեն ապրեք, դուք հակառուսականությունը լավ խաղացիք մի մասին։ Մյուս մասին կգործուղի դեպի արևմուտք իբրև թե արևմտյանային եւ փախան արևմուտք այնտեղից SVR-ին ռուսական արտաքին հետախուզությանը ծառայելու համար, ինչպես որ այսօր էլ ծառայում են այնտեղից հայերը շատ։ Մյուս մասին էլ ավելի քաշ ապահովելու համար եւ անդիմություն խաղացնելու համար, Հայաստանին արևմտյան հարվածների տակ դնելու համար կնայտեն բանտեր իրենց ագենտուրային այդպես շատ հաճախ է լինում, Զանգեզուր ֆիլմում ոնց էր որ տարել մոտոսետկա էին գցել, նույն ձևով անելու են նաև այստեղ։ Մենք շատ ողբերգական վիճակում ենք։ Դրա համար չգիտեմ, երևի կարևորագույն հարցը, այսինքն վստահություններ շնչող կարևորագույն ձևակերպումն այն կլինի, գոնե ինձ նման մարդկանց համար գալիք խորհրդարանական ընտրություններում, եթե տեսնեմ, որ այդ ուժերը, հավակնություն դրսևորող ուժերը առաջին կետով նշել են KGB-ի արխիվների բացումը։ Այ որ այդ ագենտուրան կբացահայտվի, շատ բաներ կպարզվեն եւ մենք այլևս ռուսական թակարդից գոնե ինչ որ կերպ դուրս գալու հնարավորություն կունենանք կամ գոնե մի քիչ ավելի անվտանգ կլինենք։ Բայց մենք նախընտրական շրջանում խոստումներ լսում ենք, բայց այդ խոստումները միշտ չէ որ իրականանում են ընտրվելուց հետո, այսինքն եթե անգամ ծրագրում ընդգրկեն որտեղից վստահություն, որ Ճիշտ եք ասում, չեմ կարող ոչինչ ասել։ Հիմա այս պայմաններում եկեք շարքային քաղաքացիների տեսանկյունից մոտենանք իրավիճակին եւ փորձենք հասկանալ հիմա ինչպես կողմնորոշվի շարքային քաղաքացին։ Երեք օրինակ Գյումրիում Վարդան Ղուկասյանը դիմում էր կոչով գյումրեցիներին, ասում էր ժամանակն է կանգնելու քաղաքի եւ ձեր մեր արժանապատվության կողքին։ Հիմա եթե բոլոր գյումրեցիները չլծվեցին հրապարակ, այնտեղ մեծ թիվ չեղավ։ Սա նշանակում է, որ հրապարակ չգնացած գյումրեցիները չունեն արժանապատվություն, չեն մտածում իրենց քաղաքի մասին, իրենց հայրենիքի մասին։ Հակառակը սիրելի Էլիզա։ Կարծում եմ հրապարակ չգնացած գյումրեցիները ավելին ունեն, քան արժանապատվությունն, ունեն հիշողություն։ Ուզեք ես ինձ վրա բերեմ օրինակը։ 2008 թվականի ընտրություններին, երբ ես իմ երկու ընկերների հետ պատասխանատուն էի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի ամբողջ Շիրակի մարզի համար, Վարդան Ղուկասյանն էլ այնտեղ թուրնաճուձախ կտրում էր, մեզ հետապնդեցին, հենց ընտրությունների օրը, եթե ես փորփրեմ կգտնեմ այդ ձայնագրությունները, շատ լավ հեռուստաընկերություններ կային այնտեղ, մասնավորապես շնորհակալություն եմ հայտնում Գալային Նյուսին ներողություն եմ խնդրում, չեմ հիշում այդ հեռուստաընկերությանն։ Նույն օրը, նույն պահին ես մահապորձ էի անում ինձ վրա, իմ ընկերների վրա, որոնց մեկը հղիկին։ Հիշողություն ունեցողները դա կարող են հիշել։ Դրա համար հիմա ինչ ուզում եք ես սքավորի տեսք ընդունեմ, ասեմ վայ աման Վարդան Ղուկասյանին բռնել են, բայց իհարկե այդ տեսակը ընդհանրապես իրավունք չուներ պետության կառավարման մոտենալու։ Չէ՞ որ մեր երկրորդ քաղաքն է, եթե մշակութային բանով վերցնենք, տեղ-տեղ նաև առաջին քաղաքն է Գյումրին։ Ինչ ձևեր չթափենք էլի։ Այ շատ վատ եմ զգում այն մյուս ձերբակալության համար, որ ոչինչ չէր ասել բռնեցին են։ Սամվել Կարապետյանի։ Չէ, Սամվել Կարապետյանի համար էլ իրոք որտեղ դա արդեն մեր իշխանությունների վարմունքը մենթի վարմունք էր, գրպանը պլան գցել եւ պլանի հոդված դնել մարդու վրա։ Դա շատ ամոթ բան էր։ Մենք կոնկրետ ես չեմ ճանաչում այդ մարդուն, բայց ես երախտապարտ եմ իրեն, որպես Երևանի բնակիչ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբ որ տեսնում եմ իր արածի արդյունքները, կրկեսից սկսած Հյուսային Պողոտայի այդ Տաշիր կենտրոնով, չգիտեմ, Մայրաթորի վերանորոգում ամեն Մայրաթորի, ընդ որում գիտեք, այստեղ մի հատ անեց բան կար, որ Նիկոլը Թռնիել երկինք չի կարող նրա ծնկներին հասնել։ Ինքը լինելով կաթոլիկ միջավայրից, կաթոլիկ մարդ լինելով, մեր Մայրաթորի վերանորոգման հսկայական առողջի բաժինը նրան է
պատկանում, այսինքն տեսեք ազգայինը կրոնականից հավատամքայինից ավելի բարձր դնել։ Ուրիշ բան, որ ես ինքս պրետենզիաներ ունեմ այդ մարդու նկատմամբ, մասնավորապես մեր արժեքներից գերագույնի հետ կապված, լեզվի հետ կապված, որտեվ սա այդ հակումներ ինքն արել է, հիմա նստած է, ես ոչինչ չեմ ասի, նեղը գտնվող մարդու մասին, վատ բան չի կարելի ասել։ Ես մասիվցի եմ, իմ բարոյական կերպարի մեջ դա չի մտնում։ Բայց մի խոսքով գյումրեցիների այդ հատվածը շատ ավելի լավն է, արժանապատվությունից զատ ունի նաև հիշողություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Բայց հիմա մենք էլի տարանջատում չենք դնում, պարոն Հայրապետյան, եւ էլի հարցս ես կրկնեմ։ Շարքային քաղաքացին լսում է Վարդան Ղուկասյանին, ասում է եկեք կանգնեք քաղաքի։ Հիմա ընդհանրական կերպար եմ որպես ասում Վարդան Ղուկասյանին, ասում է եկեք կանգնեք քաղաքի եւ մեր արժանապատվության կողմից, մյուս կողմից լսում է իշխանության, որը ասում է, որ դուք պաշտպանում եք թալանչիների, պաշտպանում եք, չգիտեմ, քրեական կենսագրություն ունեցող մարդկանց։ Հիմա մարդը ո՞նց հասկանա, ո՞րն է ճշմարտություն օբյեկտիվ։ Այդ մարդը ես եմ, սովորական քաղաքացի, ոչինչ ավելին չունեմ։ Օրինակ, այսինքն սովորական եմ, էլի ամենասովորականն եմ։ Ես նորը կարդացի, այդ հեծի նոր տնօրեն են դրել են, կոմպոզիտորի անուն ունեցող մեկին դրել են, հա։ Ռոմանոս չգիտեմ ինչա։ Պետրոսյան։ Որ հարց են տվել ինչքան 5 միլիոն է ստանում, 5 միլիոն դրամ, այլ չի պատասխանել, ասել են նախորդներն ավելի շատ են ստանում։ Հիմա սովորական քաղաքացին ես եմ, իմ 5 տարվա աշխատավարձը, 5 տարվա, իսկ ես կարծում եմ գրդոն չեմ անում, ես շատ լավ եմ աշխատում։ Թեկուզ ողորմություն եմ ստանում։ Իմ 5 տարվա աշխատավարձը այդ մարդիկ 1 ամսում են ստանում։ Հիմա սովորական քաղաքացի եմ, թե չեն, այսօր ինձ մի ասեք, որ ես մտնեմ սովորական քաղաքացու տրամաբանության միջից խոսեմ, ես հենց ինքս այդ սովորական քաղաքացին եմ։ Եվ ես ասում եմ, այո, այդ մարդիկ
իրավունք ունեն երկուսին էլ եւ իշխանությանը, որովհետեւ տեսնում են նրա մանիպուլյացիան եւ հատկապես այդ Վարդան Ղուկասյանների ասածներին մեջքով կանգնելու եւ ասելու եթե վսանցիր սատանայք, հա, եթե վսանցեք։ Այնպես որ դրանցից ոչ մեկին էլ ականջալուրին լինել պետք չէ, սովորական քաղաքացին, ինչ ենք հիմարի տեղ դրել սովորական քաղաքացուն, այսինքն մենք չունենք մեր բարոմետրերը, չափման միավորները ունենք, դա մեր խիղճն է, դա մեր հիշողությունն է, դա մեր տեսլականն է, գիտեք մեր ողբերգությունը, իմ եւ ձեր ողբերգությունը, որպես անհատական մարդիկ որն է, որ հենց հիմա նստած մենք ինչ որ Վարդան Ղուկասյան ենք քննարկում։ Հասկանում եք, մենք այնտեղ պիտի չգիտեմ ինտելեկտուալ մեկն ունենայինք, նա մի հատ սայթակում արած լիներ կամ հանցանք գործած լիներ, նրա մասին պիտի խոսեինք։ Ինչ է նշանակում, ինչ որ կիսագրագետ քրեական տերտեր լամիշ է լինում, Նիկոլն էլ դե տերտերներից դիվոտում է, չէ՞։ Դրա համար բոլորն էլ տան լսում է բանտերը։ Դրան ենք դրած քննարկում, բայց վիրավորական չէ։ Տեսեք մենք ինչքան ենք դեգրադացվել։ Դա ով է որ պիտի ինչ-որ աստվածաշունչ մեկնաբանի, դա ով է որ պիտի քարոստը, դա ով է որ պիտի իր քրեականի մտածողությամբ քֆուր դնի, ասի եթե չեք գալիս հիշողություն բան չունեք, արժանապատվություն չունեք։ Ամեն ինչ մեզ մոտ կեղծ է, ինչպես Թումանյանն էր ասում։ Կեղծ հայրենասիրություն, սուտի հայրենասիրություն, սուտի գողականություն, ամեն ինչ սուտի, իսկականը ոչ մեկի զուլալը չեմ տեսնում այսօր ես։ Նույնը կասեք հոգևորականների մասին։ Հոգևորականների մասին, քանի որ նրանց մի հատված հիմա ծանր վիճակում է, ես կաշխատեմ լռել, բայց նրանց մասին, այն ինչ այսօր իշխանություններն ասում են շատ ավելի պարկեշտ ձևով, բայց ավելի ապացուցողական համակարգ տակը դրած, ասել եմ 2000-ական թվականներին, հենց 2000-ից, որոնք տպագրված են, փառք Աստծո կան դրանք։ Եվ ես էլ հիշողություն ունեմ, չեմ մոռանում։ Պարզապես չեմ ուզում, չեմ գնում այլևս, որտեվ չեմ վստահում նրանց օրհնանքին։ Այն մետրոների մոտ փող հավաքող տատիկները մի հատ օրհնեն շատ ավելին արժե, քան հոգևորականները։ Նիկոլն ինչ է կապել ասում, երեխա ունի, անբարոյական է, թութակի նման էլ իրեն մանկլավիկները պետության երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերը կրկնում են։ Դուք KGB արխիվները բացի, ժողովուրդը կասի հա հարց չկա, պատվով ճանապարհենք, ասենք մարդ էր սխալվել է, թույլ է գտնվել, ագենտ է դարել, այդ ագենտությունից էլ բխել է այս ամբողջը ինչ որ կա։ Բայց այն մյուս կողմն էլ պիտի բացված լինի, մենք պիտի իմանանք արդյոք հիմա մի ագենտին մեկ ուրիշով չենք փոխում, թե գնելու ենք այգեկցոյն առակի օրը, որ գնացել իշխանի համար մոմ էր վառում, ասում է, բայց ես քեզ մենակ վատություն եմ արել, ինչու ես ինձ համար աղոթուն եւ մոմ վառում, ասում է, որովհետեւ ես աղոթեցի եւ քո հայրը մեռավ, որովհետեւ չար մարդ էր, եկար դու եւ դու ավելի վատն ես, ես հիմա վախենում եմ, որ քո որդին ավելի վատը կլինի, այս վախերից, այս զգուշավորությունից եմ ես ազատել պետք, եւ մենք ունենանք ազատագրված քաղաքացիներ, այլապես մեր ժողովրդին պետք չէ էլի հիմարի տեղ դնել, ողն ուղեղով շատ էլ լավ զգում է, այն 3 մանեթանոց խաթաբալայի միջը, այդ լացողներին հրապարակ հավաքելով չի լինի։ Եվ եթե կարգախոսներն ազնիվ լինեն, օրինակ մի 2-3 հոգի կան, որոնց համար ես փողոց դուրս կգայի, բայց կարգախոսներն ազնիվ չեն, ես ում հետևից գնամ։ Զգում եմ, որ իրենք էլ ազնիվ չեն։ Չսպասել, պարոն Հայրապետյան, որ եկեղեցի պետություն հարաբերությունները մի օր կարող չանան։ Դրա ընդ որում անհապաղ անհրաժեշտությունը տեսել էր արամակաթողիկոսը Կիլիկիո, որի վարդապետը հենց վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր այդ անհրաժեշտությունը։ Սիրուն արտահայտություններ, որ մի օր կարող չանան, հուսանք, բան։ Չէ, գոնե այդպիսի ակնկալիք ունենանք, կամ որ դեպքում ունենանք, կաթողիկոսի հեռացմամբ։ Ոչ։ Դա երկրորդական խնդիր է։ Այս կաթողիկոսը եթե գնաց ավելի վատն եկավ, ավելի բեթաժն եկավ, հա, բարձրեն բառով ասում։ Ինչ տարբերություն։ Մենք չենք ունենա այս իշխանության պարագայում, այսինքն այս չասեմ, որ կոնկրետ անձնավորվածի մասին չէ, ռուսական իշխանության պարագայում բացառված է, որովհետև առ այսօր գործում է դեռ ռուսական ցարի Նիկոլայ Առաջինի Պալաժենյան Հայաստանում։ Մենք ենթարկված ենք ռուսական պետությանը, հանկարծ մի քիչ այս կողմ են կողմ իրենք են դոսիեները բացելու, հետո նախարարցակ լինի Նիկոլենք բացեն դոսիեները, եւ ոչ մենակ տերտերների, էլի, բոլորի Մեռելներին թաղել է պետք, այլապես գարշահոտում են մեռելները։
մեռել ասելով 5 կախվածությունների մասին է խոսքը եւ ոչ հանկարծ անձանց էլի Աստված բոլորին երկար կյանք եւ առողջություն եւ մասնավորապես ազատություն տա նրանց մասնավորապես են Տաշիչի մեծահարուստին որին իրոք կրկնեմ երախտամոռ չլինենք եւ ուրացող չլինենք մեծ բան է արել Հայաստանի թալանողներից ամենայն դեպս չի եղել Հայաստանը թալանած օլիգարխներից մեկին բռնել են մինչև այսօր նրանցից փողել հետ վերցրել են, ծիծաղելի գումարները չասեք։ Չէ՞ որ ժողովուրդը գիտի որ հսկայական բաներ են տարել, ինչ-որ 1% 10% բերում են ու վերջացավ։ Ինչ-որ ասում են Թրամփը առաջին տրանշով, չգիտեմ, 180 միլիոն, հա, փող պիտի տար իր անվան ուղին բացելու համար։ Այն վարորդը կիսագրագետ Սերժ Սարգսյանի Տիկնազորից էր էսի միջեր։ Հերոստացով են ցույց տվել պետական ալիքներ, տարավ այդքան դրեց սեղանին։ Հիմա որ մեկին sense թարս թափտած գրպանից այդքան դուրս չգա։ Հենց այսօրվա իշխանավորներից, որոնք այդպիսի աշխատավարձ են ստանում, կրկնեմ, ստանում են 1 ամսում իմ 5, 6, 10 տարվա աշխատավարձը։ 1 ամսում, ես չեմ կարծում, որ ավելին ունեն հայրենիքի արժեվ արած, քան ես եւ ինձ նման մարդիկ։ Իսկ Համասահյանը լավ էր ասում, չէ՞, հենց բանան ասում են հայրենիքը մերն է, մենք հայրենիքի համար ենք անում, բայց այս նեղն անկնում գրում են բոլորի վրա ձերն է գնացեք մեզ են ուղարկում ճակատ իսկ հիմա մենք գաղափարական քաղաքական ճակատում ենք որը շատ ավելի կարևոր է Պարոն Հայրապետյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը որը չհրապարակվեց եւ հանրային սեփականություն չդարձավ սա եւս այդ տրամաբանության մեջ այսինքն կապ տեսնել Ռուսաստանի հետ Չէ Ստեղ մեր իշխանությունների խնդիրն է, որտեղ հրապարակեն խայտարակեն, ինձ թվում է նորմալ քննություն են անցկացրել։ Պարկասո ինֆորմացիայի որոշ չափով տիրապետում են։ Դիծաղելի է։ Ճիշտ էլ արել են, որ չեն հրապարակել։ Հրապարակին թռնելու են իշխանությունից։ Անդիմություններին իրենց էր, հա։ Այո, գետինն են մտնելու նաև նախորդ իշխանությունները, որովհետև ձեռքի տված, որպես մոսկովյան ինկուբատորի զույգ ճտեր, աշխատել են մեր հայրենիքի դեմ։ Շեղող թեմաներից մեկ հարցել տամ պարոն Հայրապետյան Արարատի այդ պատկերը սահմանահատման կնիքի վրայից հանելը սա եւս տեղավորվում է ձեր ասած ներկայացման մեջ սա ինչու եմ հարցնում որովհետեւ օրերս ամենավերջին նորությունը սրա հետ կապված Էդմոն Մարուկյանը դատի է տվել Հայաստանի կառավարությանը Լավ դատի է տվել գիտեք Եթե Հայաստանի Հանրապետության համար իրոք պետք է Արարատն էլ հանել, ամեն ինչն էլ հանել, պետք է անել, բայց մինչև այդ պետք է մինչև արյան վերջին կաթիլը կռիվ տալ, որպեսզի չհանվի։ Բայց կուզեք իմ կարծիքով դա ավելի երկրորդական է։ Հենց Արարատ ասացիք, ես Արարատ բառից եմ կարճում։ Կառավարության կազմի մեջ մտնող տարբեր ինստիտուտներ, այդ լեզվի տեսչություն, կրթության նախարարություն, ծրիակերների հսկայական ոհմակներ, թող գնան մի հատ մտնեն խանութները, հենց Արարատ բառով գրած մի հատ հայերեն տար չկա վրաները։ Այդ տոմատ են արտադրում, էլ չգիտեմ, օշարակներ են արտադրում հայերեն, այդտեղ է Արարատը։ Արարատը մեր միջից հանել ենք Իրական Արարատը Թուրքին տվել են ռուսները, մեր սիրելի եղբայրները տվել են Թուրքին, մենք ընկել ենք ասում ենք զինանշանի վրա, չեք զգում, որ մենք ձևի ժողովուրդ ենք դարձել եւ ոչ բովանդակության։ Արարատն էստեղ հոգու մեջ պիտի լինի։ Եթե հոգու մեջ եղավ, դա մի օր կմարմնավորվի, կմարմնեղենանա, ինչպես Տերը որդուն ուղարկեց էստեղ։ Իսկ եթե էստեղ չկա, Հիմա ինչքան ուզում եք ձևական բաներ ասեք, ինչքան ուզում եք ասեք ուր է լինես, նոր անգամ թե մտքից տանես, բայց մինուճար երեխուն կտանի ռուսական դպրոց։ Չեղավ ձևական ժողովուրդ ենք։ Ակադեմիկոս բառարաններ կգրենք, բայց երեխուն կտանենք ռուսական դպրոց։ Այդ ինձ համար էին գրում, այդ ժողովրդի համար էին գրում։ Բայց իրանց երեխեքին այնտեղ հիմա էլ անգլիական նույն բանն է հələ չեն անցել անգլերենին բայց կանցնեն հետ էլ կանցնեն այ Արարատ խնդրեմ հիմա ես ասում եմ սա հանցագործություն է պետության օրենքի խախտում է լեզվի օրենք մենք ժամանակին տքնաջան աշխատելու արդյունքում ունեցանք լեզվի օրենք ընդ որում աբորտ արած օրենք հսկայական օրենքից թողեցին էջուկեսանոս մի բան բայց գոնե դա մեզ կպաշտպաներ թող գնան հիմա հանցագործություն է կատարվում թող մտնեն խանութները եւ նայեն Հայաստանի արտադրության արտադրանքների վրա հայրեն տարերը ինչ տեղ են զբաղեցնում են թե չեն զբաղեցնում թե մտածում են որ ամեն ինչ փողով կարելի է անել ամեն ինչ փողի շուրջ է պատտվում այսինքն իրենց հոգու առանցքը նյութն է մամոնան է
Փողն է։ Դրա համար է ԼՄՏ գենթագիտակցության կամ ավելի խորը անգիտակցականի մեջ մեր վարչապետն ինչ էր ասում սկզբում քյաբաբ առ քյաբաբ ուրիշ բան առ ուրիշ բան չէր ասում, այլ քյաբաբ էր ասում, նյութն էր ասում։ Այսինքն իր մտածողության մեջ էլ նյութն է։ Նկարվելիս էլ տես Հիսուսի տեղ էր դրել, չէ՞, հացը բաժանում էր շուկայում թե կերեք, հա, կամ պերաշկիներ sense անասելի խորությամբ Երևանյան փողոցների փոսերի չափով կծում։ Ուր ենք ասել, զգում եք մենք ինչքան դեգրադացված ենք։ Մենք հոգևոր հայրենիք չունենք, մենք սա ենք տանուլ տալիս։ Իսկ եթե սա տանուլ տրվեց հոգևոր հայրենիքը, նյութական իրական հայրենիքի տանուլ տալը զուտ արձանագրման խնդիր է, ժամանակի տեխնիկայի խնդիր։ Դրա համար եմ ասում այն ձեր առաջին հարցին անդրադառնալով, այո, Ալիևը բարձունքներն է գրավում։ Եվ այդ բարձունքների մասին պատկերացնում եք գեներալ է շտաբի պետներ, միջև այսօր էլ կա։ Ինչի որտեղ նույն Նիկոլի նման մտածող կերպար այդ գեներալ մեր այսօրվա գերագույն շտաբի պետը, որ ասես կսովածանանք իշնեն։ Ինչի, որովհետև որովայնով են մտածում։ Որովայնամիտ են, չեն սովածացել, չեն իջել եւ պահում են եւ ջերմուկը պահում են ուղիղ նշանառության տակ։ Հələ թող փորձի այստեղ մի հատ Նիկոլը հակաադրբեջանական փռշտա, ջերմուկը կարող է ռմբակոծվել։ Թող մի հատ հակաադրբեջանական փռշտա, շուրնուխը կարող է ռմբակոծվել։ Ամեն ինչ վերցրել են հսկողության տակ։ Իսկ մենք կարևորն անկարևորից տարբերելու ունակություն չունենք։ Մենք երկրորդական բաները քիչ առաջ ասում ենք, չէ՞, ձևը բերել բովանդակությունից առաջ ենք դրել։ Թեկուզ ձևն էլ ունի իր բովանդակությունը, հարց չկա, ինչպես Հեգելն էր ասում, կա ձևի բովանդակություն, բայց առաջին հերթին հոգին է, չկա հանեք հոգին, եւ մարմինը դիակ է տանում են թողմախում կամ սովետաշենում թաղելու։ Այդպես էլ ազգերն են, հանեք նրանց միջից իրենց հոգևորը, որի 90%-ը կամ ավելին լեզուն է, որը մենք այսօր դրած տարորում ենք վարչապետի խոսքից սկսած վերջացրած են մնացած չընթրլոներով, որոնք մեր եթերը լցրել են։ Հասկանում եք, մենք հոգևոր հայրենիքն ենք լլկում այսօր։ Իսկ վաղը արձանագրվելու է դա արդեն իրական հայրենիքի կորստով, բայց ես անհիմն չէ որ լավատեսեմ, ես կարծում եմ դա մեզ չի սպառնալու, որովհետև ընդամենը 25 թվականը 3 տարի բան մնաց, պետք է 3 տարի ոտքի վրա մնալ ուղղակի։ 29 թվականի 28 Շնորհակալ եմ պարոն Հայրապետյան բովանդակալից հարցազրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։